Հանգստանալու համար մատչելի է ամենուր Հայաստանից բացի։ Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան եմ եկնելու, Բաթումի։ Դες բավականին թանկ է, այնտեղ բավականին էժան է։ Ամեն տարի այնտեղ եմ գնում հանգստանալու հիմնականում։ Ցանկալի արտերկրում։ Միանշանակ արտերկրում։ Ինչու արտերկրում։ Իրականում ավելի էժան է ստացվում, քան Հայաստանում հանգստանալը։ Շատ ճոխ բան է Հայաստանում հանգստանալը։ Այնպես չէ, որ երևանցիները Հայաստանում չեն հանգստանում, սակայն առանց գումար ծախսելու այդպիսի հանգստացողներ կան։ Պետ պատվերով եմ գնացել, ես չեմ ծախսել։ Հանրապետական Վլադիմիր Բադալյանի ամառային եւ ընդհանրապես բոլոր եղանակների համակրանքը Ռուսաստանի կողմն է։ Առանձնապես այդպես մի ցանկություն էլ չեմ ունեցել շատ եվրոպական երկրների։ Հանրապետական Ալեքսանդր Պետրոսյանը գործարար է, գումար ծախսելու խնդիր չունի, սակայն սիրում է Հայաստանում հանգստանալ, Եվրոպա մեկնելու ոչ մի ցանկություն։ Գնալ գալուց հոգնեմ ես, հետո դրանց այդ բանը էլ գիտես ոնց է մարդկային արժեքները համարյա իջացրածած զրո էլի ռոբոտի նման են լրիվ հոգնեմ ես։ Դա առավոտից իրիկուն որ ընդունակ մանկտաֆոնի հետ գործ ունենաս կօգնես էլի, չէ։ Ոչ կարող ես հետո խոսես, ոչ ինքն է քեզ հասկանա, ոչ դու ես իրան հասկանա։ Հայաստանի զբոսաշրջային հմայքներից մեկն ըստ պատգամավորին նրա անվտանգությունն է։ Շատ ազատ է Հայաստանում ոչ մեկ, երբ որ գալիս է ման են գալիս, ոչ մեկ չի մտածում, որ իր կյանքի հետ ինչ-որ վտանգ կա, որը չես մտածի կյանքում Եվրոպայում։ Գործարար Հակոբ Հակոբյանը եվրոպական երկրներում շատ է հանգստացել, այնտեղ կա մի բան, որ Հայաստանում չկա։ Կարգ ու կանոնը, ժողովրդի վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ M-Info գործակալությունը 200 հայաստանցու միջև արած հարցումներից պարզել է, որ 130 հոգին գերադասում է արտերկիրը։ Առաջին հերթին դա Վրաստանն է, որտեղ դա մոտիկ է, ավելի էժան է։ Եվրոպայում հանգստացողները գերադասում են Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան։ Ինքը Մարիամը սովորել է Չինաստանում եւ Թայլանդում, հանգստանալու վայրերի նրա պատկերացումներում էլ Հայաստանը չկա։ Ես կնախընտրեի հիմա Եվրոպա, որտեղ ծանոթ չեմ Եվրոպային։ Մարիամը կարծում է, որ Հայաստանը տուրիստների համար անհասկանալի գծեր ունի։ Գուցե Սևանում բարձր երաժշտությունը մեքենաներից, որը մեկը մյուսին խանգարում են եւ ես չեմ պատկերացնում ինչպես է կարելի հանգստանալ, երբ որ բարձր երաժշտությունը մեկը մյուսից ավելի բարձր է փորձում երաժշտությունը բարձրացնել։ Այլ խոսքով տուրիզմի համար մեր երկրում ոչ միայն էժանություն է պետք, այլև էթիկա։